Մեր վերջի կաթողիկոսը սովետական դա եղել է Խորեն Մուրադբեկյանը, որը Սարդարապետի ճակատամարտի կազմակերպիչներից է եղել։ 1937 թվականին սովետական KGB-ն Պրովոդով խեղդել է։ Այդ մեր վերջի կաթողիկոսի։ Հետո բերել է KGB-շնիկներին, հագցրել է վեղարը։ Դու կաթողիկոս ես, դու սրբազան ես։ Եվ սա սրանց սերունդներն են։ Սերունդներն են։ Հիմա ես հարց եմ տալիս։ Եթե մարդը եղբայր ունի, որը ասում է մեր եկեղեցին երկբնակ է, KGB-շնիկ չի ինչ է այդ մարդը։ Ինչ է այդ մարդը։ Դուք տեսել եք աշխարհում Գերմանիայի եկեղեցին Գերմանիայի իշխանության դեմ դուրս գա։ Տեսել եք այդպիսի բան։ Իրենք ես կկախեն չեն անի այդպիսի բան։ Դրա համար այս խնդիրը առաջացել է եւ առաջանալու ինքը իրավունք չունի պահանջել։ Ես ունեմ, ես որպես քաղաքացի պահանջում եմ։ Իսկ հակառակը ասեցի, եթե մենք լինենք իշխանության, ինքը վաղուց հրաժարական է տվել։ Հանուն մեր եկեղեցու եւ հանուն քրիստոնեության, որովհետեւ այդ մարդը քրիստոնյա չի բարձվում է։ Քրիստոնեությունը նայեք, ձեզ մի բան ասեմ։ Քրիստոնեություն ունի հիմնարար սկզբունքներ։ Քրիստոնեության սոցիալական ուսմունքի մեջ հիմնարար սկզբունքներ կա։ Մի հիմնարար սկզբունքը շատ եմ ասել, եմ ասում, սուբսիդիարության սկզբունքն է, կարեկցանքի սկզբունքն է։ Եթե դուք քրիստոնյա եք, դուք եք մանավանդ հոգևոր, դուք այդ սկզբունքը պիտի ընդունեք։